Վարժություն 438 Գրենք 5 քառանիշ թիվ, որոնք բաժանվում են 2-ի, այսինքն այդ քառանիշ թվերը կլինեն 2-ի բազմապատիկներ։ 2-ի բաժանվում են այն թվերը, որոնք ավարտվում են հետևյալ թվանշաններով 0, 2, 4, 6, 8։ Այս թվանշաններով վերջացող թվերը, ինչպես նաև 2-ը, 4-ը, 6-ը, 8-ը բաժանվում են 2-ի, այսինքն 2-ի բաժանվում են զույգ թվերը։ Հիմա գրենք այդպիսի քառանիշ թվեր. 3640, 4892, 5714, ավարտվում է 4 թվանշանով, ուրեմն բաժանվում է 2-ի, 7186, ավարտվում է 6 թվանշանով, կարող ենք մի թիվ էլ գրել, որ ավարտվի 8 թվանշանով, 9898, սա A օրինակը, B օրինակը, բաժանվի 2-ի և չբաժանվի 5-ի։ Գրենք այդպիսի քառանիշ թվեր, քանի որ 2-ի բաժանվում են 0, 2, 4, 6, 8 թվանշաններով ավարտվող թվերը և 5-ի բաժանվում են միայն 0-ով և 5-ով ավարտվող թվանշանները, մեր օրինակում պետք է տրված քառանիշ թիվը, որը մենք կգրենք, տվյալ քառանիշ թիվը չպետք է բաժանվի 5-ի, պետք է բաժանվի 2-ի։ Նշանակում է այդ թիվը չպետք է ավարտվի 0 թվանշանով, քանի որ 0 թվանշանով ավարտվող թվերը բաժանվում են նաև 5-ի։ Ուրեմն կարող ենք գրել ցանկացած թիվ 2, 4, 6, 8 թվանշաններով ավարտվող, բայց չավարտվի 0 թվանշանով։ 7642 բաժանվում է այս թիվը 2-ի և չի բաժանվում 5-ի։ 8114 այս թիվը բաժանվում է 2-ի, չի բաժանվում 5-ի։ 1126 6-ով է ավարտվում, կրկին բաժանվում է 2-ի, չի բաժանվում 5-ի։ 9328 բաժանվում է 2-ի, չի բաժանվում 5-ի։ G օրինակը, քառանիշ թվերը պետք է բաժանվեն 10-ի, ուրեմն 10-ի բաժանվում են 0-ով ավարտվող թվերը, գրենք նման թվեր 7650, 8190, 1320, 8890, ինչպես տեսնում ենք, այս բոլոր թվերը ավարտվում են 0 թվանշանով և բաժանվում են 10-ի։ D օրինակը, քառանիշ թվերը բաժանվեն 5-ի և չբաժանվեն 2-ի։ Քանի որ 5-ի բաժանվում են 5-ով և 0-ով ավարտվող թվերը, և եթե վերցնենք 5-ի բաժանվող թվեր, որոնք ավարտվում են 0 թվանշանով, այդ թվերը կբաժանվեն նաև 2-ի։ Դրա համար մենք չենք վերցնի 0-ով ավարտվող թվեր, այլ կվերցնենք 5-ով ավարտվող թվեր։ Վերցնենք 5-ով ավարտվող թվեր, քառանիշ թվեր 4145։ Այս թիվը չի բաժանվում 2-ի, բայց բաժանվում է 5-ի։ Եվ նմանապես մի քանի քառանիշ թվեր գրենք 7335, 1895, 6485, 6486,
Վարժություն 440 Տրված թվերում աստղանշի փոխարեն գրեք այնպիսի թվանշան, որ թիվը բաժանվի օրինակը 2-ի։ Ուրեմն, որպեսզի բաժանվի 2-ի, պետք է այդ թիվը ավարտվի 0, 2, 4, 6, 8 թվանշաններով։ Գրենք և ավելացնենք այդ թվանշաններից որևէ մեկը։ 1240, մյուսը 899 և վերջում աստղանշի փոխարեն ավելացնենք 2, 8992 կբաժանվի 2-ի, նմանապես մյուսները։ Ինչպես տեսնում ենք, վերջում ավելացնում ենք զույգ թվերը։ Այս թվերի համար դրանք վերջին թվանշանները, ուրեմն 0, 2, 4, 6, 8։ Դրանցից որևէ մեկն ենք ավելացնում։ Հիմա B օրինակը գրենք։ B օրինակում ուրեմն տրված թվերը պետք է բաժանվեն 5-ի աստղանշի փոխարեն, եթե ավելացնենք այնպիսի թվանշան, որ տրված թիվը բաժանվի 5-ի։ 124, վերջում ավելացնենք 0 կամ 5։ Այսինքն, այս թվերի վերջում աստղանշի փոխարեն մենք կարող ենք այստեղ կամ ավելացնել 0 կամ 5։ Ուրեմն նաև կարող ենք դրել այս տարբերակը, այստեղ ավելացնել նաև վերջում 0, այս թվերն էլ կբաժանվեն նույնպես 5-ի։ Մենք պարզապես գրեցինք օրինակներից մեկը։ Հիմա կգրենք նաև մյուսը։ Գրենք G օրինակը։ 10-ի վրա պետք է բաժանվեն տրված թվերը, գրենք մենք մի օրինակով, քանի որ 124-ի կողքը միայն կարող ենք ավելացնել 0։ 10-ի վրա բաժանվում են 0-ով ավարտվող թվերը, այստեղ ուզենք չուզենք, պետք է գրենք միայն մեկ օրինակ։ Հիմա գրենք D օրինակը։ Եվ 5-ի պետք է բաժանվեն և 2-ի։ Որպեսզի թիվը բաժանվի և 5-ի և 2-ի, պետք է ավարտվի 0 թվանշանով, որովհետև 5-ի բաժանվում են միայն 5-ով և 0-ով վերջացող թվերը, իսկ 5-ով ավարտվող թվերը չեն բաժանվում 2-ի, ուրեմն պետք է տրված թվերը ավարտվեն 0 թվանշանով։ Ե օրինակը գրենք։ Տրված թվերում աստղանշի փոխարեն պետք է գրենք այնպիսի թվանշան, որպեսզի թիվը բաժանվի և 5-ի, և 2-ի, և 10-ի։ 5-ի վրա բաժանվում են 0-ով և 5-ով ավարտվող թվանշանները, 2-ի վրա նորից կրկնենք բաժանվում են 0-ով, 2-ով, 4-ով, 6-ով, 8-ով ավարտվող թվանշանները,
10-ի վրա բաժանվում են 0-ով ավարտվող թվանշանները։ Ուրեմն, որպեսզի այս թվերը բաժանվեն և 5-ի, և 2-ի, և 10-ի, այս թվերը պետք է ավարտվեն 0 թվանշանով։